Մինչև քարոզի սկսել այսօր ես խոսել եմ տեսնելու մասին, արդյոք դու ուզում ես տեսնել Քրիստոսին, արդյոք ուզում ես քո կյանքի բոլոր գործողությունները հարթվեն, արդյոք դու ուզում ես այն խճճված իրավիճակը քո կյանքում հենց այսօր ուղղվի, որ դա ամբողջությամբ ազատ լինես, որ դա ամբողջությամբ ոչ մեկից կախված չլինես, այն լինես ազատ, որտեղ Աստծո ոգին է, այնտեղ ազատություն է։ Եվ սատանայի ամենամեծ այսօր զենքը նա է, որ ուզում է մարդկանց պայի այդ պրոբլեմների մեջ, այդ հոգսերի մեջ, ուզում է մարդկանց հեռուկայի այն ճշմարտությունից, որ Տերը ունի, ուզում է մարդկանց միշտ ճշմարտակ պայի, բայց Տերը այսօր եկել է իր Սուրբ Հոգով, այստեղ է, հալելույա, եւ նա ուզում է ազատություն տա այն ամենից։ Բայց մինչև մենք չտեսնենք, մենք չենք կարող ազատվել, մինչև մենք չտեսնենք Քրիստոսին, մեր կյանքը չի փոխվի։ Հալելույա, ամեն։ Այդ հանդիպումն է, որ Տերը ուզում է, որ սրտի մեջ ուժեղ ապրում է այսօր այդ խոսքը, հալելույա, որ դու պետք է փափագես տեսնելու ինձ, չնայես այն բոլոր իրավիճակներին, որոնք կարող խանգարեն քեզ ինձ տեսնելու, հալելույա, ամեն։ Որտեղ եթե մենք ունենք փափագ, այդ ժամանակ Աստված փառավորվում է։ Եվ ուզում եմ, որ մենք բացենք Սաղմոս 27-րդ գլուխ, հալելույա։ Հարկ Հիսուսին։ Ամեն։ Եվ չորդ խոսքից եմ ուզում կարդալ։ Մեկ բան եմ խնդրում Տերից է։ Կարաք իմ հետ բոլորս այսօր կարդանք այստեղը։ Ուզում ես կարդալ Սաղմոս։ Ասա, մեկ բան եմ խնդրում Տերից։ Եվ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեն իմ կյանքի բոլոր օրերը, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեն, և նրա տաճարին զննելով մտիկ տան, որտեղ չար օրումը նա ծածկում է ինձ իր խորանի մեջ, նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղումը և բարձրացնում է ինձ մերի վրա, և հիմա իմ գլուխը կբարձրանա իմ թշնամիների վրա, հալելույա, ամեն, ինչ անում Աստված իր տան մեջ, երբ որ մեր փափագն է նրա տան մեջ բնակվել, նրա տան փառքը տեսնել, այդ ժամանակ մեր գլուխը բարձրանում է մեր թշնամիների դիմաց։ Քո բոլոր պրոբլեմների դիմաց քո գլուխը բարձրանում է, եւ դու երբեք ոչ մի բանի առջև չես խոնարհվում։ Այդ բանալի մեզ նրա առաջ, ով քո բոլոր հարցերը չարով լուծում է, հալելույա, ամեն։ Եվ այսօր ամեն բանից Աստված կարա ազատի, եթե մենք փափագենք եւ հանդիպենք նրան, հալելույա։ Եվ սա է կարևորը, արդյոք մեր փափագն է տեսնել նրան, արդյոք մեր փափագն է լսել նրան, արդյոք մեր փափագն է ունենալ նրան մեր կյանքի մեջ, հալելույա, ամեն։ Եվ Տերը տեսնում է փափագող սրտերը, Տերը փնտրում է փափագող սրտերը, Տերը փնտրում է նրանց, ովքեր իրան են փնտրում, հալելույա, ամեն, ովքեր օր ու գիշեր աղոթում են, ով օրի գիշեր խնդրում են, ով օրը գիշեր Աստծուն սպասում են, հալելույա, եւ Տերը չի ուշանում։ Ու մեր փափագը պետք է լինի նա, ով Տեր իմ Աստված, ես ուզում եմ տեսնել քեզ, ու Տերը ասում է, որտեղ ես եմ, այնտեղ կլինի այն մարդը, որ ինձ փափագում է տեսնել։ Հալելույա, որտեղ այն մարդը, ով ուզում է տեսնել Քրիստոսին, նրան ոչ մի բան չի կարող խանգարի, որտեղ Տիրոջ հրեշտակները մեզ պաշտպանում են մեր բոլոր ճանապարհների մեջ, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենա։ Փառք Հիսուսին։ Եվ ես հավատում եմ, որ այսօր այդ հանդիպումը տեղի կունենա, որտեղ բոլոր դժվարություններից Աստված այսօր քեզ ազատել է, բոլոր խոչընդոտները հեռացրել է, բոլոր հակառակություններից հանել է, որպեսզի դու այստեղ լինես եւ հանդիպես նրա հետ, հալելույա, ամեն։ Եվ այդ հանդիպումը փոխում է մարդու կյանքը։ Չկա մի տեղ Աստծո խոսքի մեջ, երբ որ մարդիկ հանդիպեին Քրիստոսին եւ իրենց կյանքը չփոխվեց։ Եվ սա ամենակարևորն է, որ մենք այսօր ամբողջությամբ հասկանանք եւ հասկացություն ձեռք բերենք Քրիստոսի հոգով, Սուրբ Հոգով լցվենք, որպեսզի կարողանանք այն չար օրում լինենք նրա ծածկոցի տակ։ Այն դժվարության մեջ հույսներս մենակ նա լինի, հալելույա, որ ոչ ոքի վրա հույս չդնես, այլ քո միակ հույսը լինի նա, եւ նա չի ուսապապի քեզ, հալելույա, Փառք Հիսուսին։ Երբեք Աստված չի ուսապապում իր ժողովրդին, նա միշտ արդար է, միշտ սուրբ է, միշտ ճշմարիտ է եւ նրա խոսքը զորավոր է, Փառք Հիսուսին, ամեն։
Գիտեք, մի հետաքրքիր բան, երբ որ Տերը ունեցավ, նա ասեց հետից գնա Սատանա, որտեղ ես Տիրոջը եւ միայն նրան պետք է պաշտեմ։ Եվ նա ուզած պետք է գնա, նա չկարողացավ հակառակվի, նա չկարողացավ ոչինչ խոսալ, նա չկարողացավ պատասխան տալ։ Եվ այսօր շատ ժամանակ Սատանան իր հարձակումների տակ է բերում մեզ, որպեսզի կանգնեցնի այն ընթացքը, որի մեջ Աստված կանչել է։ Բայց երբ որ մենք ասում ենք նրան, հիշեցնում ենք, թե ով է մեր Տերը եւ ում մենք պետք է ծառայենք, եւ ոչ մի բան այս աշխարհի մեջ, ոչ մի գայթակղություն չի կարող մեզ կանգնեցնել նրա հետևից գնալու, այդ ժամանակ նա թողնել է ու հեռանալ ու փախչի, հալելույա, որտեղ խոսքը ասում է դեմ կանգնեք եւ նա փախչի։ Հիսուսը դեմ կանգնեց եւ նա փախչեց։ Եվ որ նա հեռացավ, հրեշտակները եկան Աստծո եւ սկսեցին ծառայել, հալելույա։ Եվ իրես շատ հրաշալի է այդ ժամանակը, երբ որ մենք ունենանք նրա այդ հանդիպումը, հալելույա, եւ մեր փափագը լինի Տիրոջ տան մեջ բնակվելը։ Այսօր շատերը խոսում են, ասում են, ինչ կարևոր է եկեղեցին, ինչ կարևոր է գնալ ծառայությունների, ինչ կարևոր է գնալ առողջների, Փառք Հիսուսին, որ մեր եկեղեցու շատ ծառայություններ կան, տնային խմբակներ կան, եւ իմ սրտի մեջ Աստված շատ ուժեղ դրել է, որ զարգացնենք տնային խմբակները, որ զարգացնենք աշակերտությունը, որ զարգացնենք այն իրենց փափագը ժողովրդի սրտի մեջ Տիրոջ հետ հանդիպելու։ Բայց առաջինը մենք պետք է լցվենք, որպեսզի կարողանանք փոխանցել մարդկանց եւ մարդիկ տեսնեն մեր մեջ այդ լույսը եւ մեզանից սպասումը, մեզանից ինչ որ նրանք սպասում են, նրանց ժամանակ չուշանա, այլ նրանք տեսնեն մեր մեջ Քրիստոսին, հալելույա, եւ մենք պետք է ապրենք Քրիստոսյանաբար, հալելույա, ամեն, որտեղ մենք տեսնում ենք, պատտվի կողքին դասը այսօր դու տեսնում ես, եւ քո աչքերը օգնված են, Փառք Հիսուսին, որտեղ շատերը ուզում են տեսնեն, բայց չեն տեսնում, ամեն, շատերը կուզենային տեսնել այս օրը, բայց չեն տեսնում, գիտես ինչի, որտեղ նրանք տանջանքների մեջ են, նրանք զբաղված են, նրանք այս աշխարհի հուսերով են զբաղված, նրանք մտածում են, որ այս աշխարհին ինչ որ ձեռք բերեն, դա իրանց համար օգնություն է, բայց չեն մտածում երկնքի արքայությունը հասնելու համար։ Չեն մտածում, որ ինչ որ այսօր անում են դա ժամանակավոր է, բայց ինչ որ Աստծո համար անեն, ինչ որ ցույց տան նրանք կտեսնեն Տիրոջ փառքը եւ օգնված կլինեն ամեն տեղ, որտեղ որ նրանք կլինեն։ Եվ այստեղ խոսքը ասում է, չար օրում Տերը կծածկի ինձ, հալելույա, չար օրում Տերը կպահի։ Գիտեք շատ ժամանակ, երբ որ գալիս են չար դժվարություններ, գիվանդություններ, պրոբլեմներ, մարդը ժամանակ է իշանացնում։ Բայց երբ որ գալիս այդ լայն օրերը, երբ որ մարդիկ բավարարված են, երբ որ մարդիկ հոգսերի մեջ են եւ ինչ-որ բաների հասնում են, նրանք մոռանում են, որ Աստված կա։ Եվ այսօր շատ վատ է դա, երբ որ մարդիկ մոռանում են ասում, երբ որ մոռանում են, որ այդ ամենի Տերը Աստված է, որ երկինք ստեղծող արարիչ Աստված եկել է մեզ փրկելու, եկել է մեզ օգնելու, եկել է մեր հետ ընկերություն անելու։ Փառք Հիսուսին, Հիսուսը ասեց դուք իմ ընկերներն եք։ Հալելույա։ Դուք իմ բարեկամներն եք, դուք իմ հարազատներն եք, դուք իմ մտերիմներն եք, նրանք ովքեր իմ հոր կամքը կատարում են։ Գիտես, նրա եղբայրներն ու մայրը մի օր եկան, որպեսզի Քրիստոսին տեսնեն։ Քրիստոսը ծառայության մեջ է, Հիսուսը ծառայության մեջ է, եւ նրանք եկան, որպեսզի տեսնեն։ Հալելույա։ Գիտես, այսօր շատ մարդիկ են ուզում տեսնել, բայց չի աջում նրանց տեսնել, քանի որ ով է տեսնում, նրանք ովքեր հոր կամքը կատարում են։ Ու գիտեք, Հիսուսը շուռ եկավ մի հետաքրքիր խոսք ասեց լսողներին, հալելույա, տեսնողներին իրան։ Ամեն։ Այսօր դրսում շատերը կուզեն տեսնեն, բայց նրանք են տեսնում, ովքեր իրան հոր կամքը, մեր հոր կամքը կատարում են։ Հալելույա։ Նա ով են իմ քույրերը ու եղբայրները, հալելույա։ Ասա ես նրա քույրն ու եղբայրն եմ։ Նրանք ովքեր որ լսում եւ կատարում են իմ հոր կամքը։ Փաստորեն Քրիստոսը մեզ, հարազատ մարդու պես է ընդունում, որպեսզի մենք դառնանք իրան հարազատ մարդիկ, որպեսզի ամեն բան ինչ որ մեր սրտերի մեջ կա, նրա հետ կիսվենք, հալելույա։ Որտեղ նա հասկանում է մեզ, սիրելիներս, դուք հասկանում եք, որ նա հասկանում է յուրաքանչյուրից։ Նա գիտի մեր սրտի փափագը, նա գիտի մեր շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքը, թե ինչ ենք մենք մտածում եւ ինչ ենք ուզում նրանից։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ այս այսօր կարևոր է, դու ուզում ես տեսնես։ Եվ ուզում եմ բացել Լուկաս ավետարան 19-րդ գլուխ։ Հալելույա։ Լուկաս ավետարան 19-րդ գլուխ։
Հալելույա։ Երկրորդ խոսքից եմ ուզում կարդամ։ Եվ ահա մի մարդ անունը Զաքեոս կոչված, որ նա մաքսապետ է, եւ ինքը հարուստ է։ Նայեք, հարուստ է։ Այսօր շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ մարդիկ կարողություն ունեն, ու իրանք կարիք չունեն Հիսուսին։ Այդ ձևի մտածելակերպ կա։ Հարուստ են, ամեն ինչ բավարարված է, իրանք ունեն ինչ-որ բաներ, հա, լավ ուտելիք ունեն, լավ խմելիք ունեն, լավ փող ունեն, լավ ունեցվածք ունեն, բայց Հիսուսի կարիք չունեն։ Սխալվում եք, բոլորը ունեն Հիսուսի կարիք։ Գիտեք, կարող այդ ամենը ունենաս, բայց խաղաղություն չունենաս։ Կարող այդ ամենը ունենաս, բայց տանջվես։ Կարող այդ ամենը ունենաս, բայց կյանք չունենաս։ Եվ այդ մարդը մի օր որոշեց, հալելույա, Քրիստոսին տեսնել։ Փառք Հիսուսին։ Ու այսօր շատերը ես ձեզ ասեմ, ուզում են տեսնել։ Բայց տեսնելու համար պետք է ճանապարհ անցնել, պետք է մարդ լինի, որ նրան տեսնեն։ Ես այդտեղն էլ կարդամ, որ մենք կանչված ենք, բդրվի կողքին դասա, դու կանչված ես, որ Քրիստոսին ճանաչեցնես նրանց, ովքեր որ չեն ճանաչում, որ չեն տեսել։ Փառք Հիսուսին։ Եվ ասում եմ, նա հարուստ էր, ամեն ինչ ուներ, բայց լսեց Հիսուսի մասին, հալելույա, եւ ուզում է Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում որտեղ հասարակություն կառաջել։ Շատ խոչընդոտներ են լինում մարդկանց կյանքում, շատ բաներ կարող պատահեն, որ մարդուն թույլ չտան Հիսուսին տեսնել։ Եվ այսօր շատ բաներ Սատանան անում է, որպեսզի մարդիկ Քրիստոսի հետ հանդիպում չունենան։ Բայց այն մարդը, ով որոշում ունի տեսնելու է, ով թափակում է տեսնելու, ով ունի այստեղ թափակ տեսնելու։ Հավատա, որ այսօր դու կարող ես տեսնել, որտեղ աշխարհը չի տեսնում, բայց դու կարաս տեսնես։ Ես ռեալ եմ, հալելույա։ Դու հավատում ես, որ ռեալ է։ Աստված այստեղ է, հալելույա։ Եվ դու կարող ես տեսնել, փառք Հիսուսին։ Ու տեսեք ինչ անում։ Եվ չեք կարող, որտեղ ասակով կա չէ, վազեց վեր երավ մի ժանտացզենի, որ տեսնի նրան, որտեղ այնտեղով պիտի անցնել, հալելույա, փառք Հիսուսին։ Վազեց, գնաց այնտեղ, որտեղ Հիսուսը պետք է անցնել, փառք Տիրոջը, ամեն։ Ես շատ հրաշալի, գիտեք, ես նայում եմ ասում եմ Աստված ջան, ինչքան պետք է փափակ ունենա մարդ քեզ տեսնելու, որ ոչ մի բան չկարողացավ նրան խոչընդոտի քեզ տեսնելը, հալելույա։ Բայց ես ձեզ ասեմ, Հիսուսը արդեն ամեն բան գիտի։ Ամեն բան գիտի Հիսուսը, բոլորի համար նա գիտի։ Ամեն մեկից փափակը գիտի, ամեն մեկի նախաձախողությունը գիտի, ամեն մեկից քայլը գիտի, նա գիտի բոլորին, այս քաղաքում չկա մի արարած անտեսված Աստծո արժե։ Աստծո աչքերի առջև է այս տարածաշրջանը։ Եվ այս տարածաշրջանում բնակվող յուրաքանչյուր մարդ Աստծուց ճանաչված է։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ կգա ժամանակ, երբ որ մենք կտեսնենք, որ շատերը կգան տեսնելու Քրիստոսին։ Բայց ով է իր մեջ կրում Քրիստոսին։ Մենք պետք է կրենք Քրիստոսին մեր մեջ, որ մարդիկ տեսնեն այն սրբությունը, այն արդարությունը, այն ճշմարտությունը եւ այն զորությունը, որ Աստված մեր մեջ դրել է, հալելույա։ Ամեն։ Եվ բայց մենք պետք է հրաժարվենք հին մարդու կերպարից, մենք պետք է նոր մարդիկ դառնանք, որտեղ նոր մարդու կարիք ունի աշխարհը։ Հին մարդու կարիք չունի աշխարհը։ Նոր մարդկանց, ասա արդար մարդկանց, սուրբ մարդկանց, ճիշտ խոսացող մարդկանց, կամեցող մարդկանց, բարի մարդկանց կարիք ունի։ Խորհրդավորների կարիք ունի։ Մխիթարողների կարիք ունի։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Եվ ես ողնա։ Ասա այսօր։ Գիտեք, զարմացել է, ասում են դեր Աստված։ Հալելույա, այնքան հետաքրքիր բան ես անում, որ ես նայում եմ ու տեսնում եմ, չկա մի խոսք Աստծուց ուղարկված, որ չկա բառի, որտեղ Աստված երբ որ խոսքը ուղարկում է քարոզով, խոսքի միջոցով այդ սերմերը պետք է մեզ սրտի մեջ սերմանվեն, որպեսզի այդ ամենը մեր կյանքում իրականություն դառնա։ Հալելույա, ամեն։ Մարդը ուզեց տեսնի, նա ամեն բան ուներ, ամեն ինչ ուներ, մաքսապետ էր, հալելույա, ամեն բան ուներ, գիտես լավ ընկերներ ուներ աշխարհի մեջ, հարուստ ընկերներ ուներ, բայց բոլորը մեղավոր էին։
Եվ ինչ-որ մի տեղ պետք է Հիսուսի մուտքը, ինչ-որ մեկի տուն պետք է Հիսուսը մուտքի։ Եվ նա տեսնում է փապագը։ Այս մարդը փապագում է, հալելույա։ Բոլոր մարդ է, բայց հարուստ է։ Հնարավորություններն է շատ։ Բայց գիտեք, ամբողջի պատճառով չէ, կարի իր կարճ հասարակ պատճառով։ Փողը չօգնեց։ Ամեն։ Չօգնեց փողը։ Իրան ես համարում եմ իր կողքը ախրանիկներ կային, ախրանիկներն չկարողացան ճանապարհ բացել։ Բայց իր որոշումը հավելույա, ինչ է, այնտեղով որտեղ պետք է անցնել, նա բացացավ։ Հալելույա, բացացավ ժամկատազենի, որտեղ գիտեր Հիսուս անցնել իրան, հարկ Տիրոջը, գիտեք այդ պահը, երբ որ ես պատկերացնում եմ, օ Հիսուս ջան, թափ քեզ Տեր իմ Աստված, երանի որ քո ժողովուրդը իմանան որտեղ ուստում ասում, որ վազելով գան, չնային ոչ մի խոչընդոտի, չնային իրավիճակների, չնային մարդկանց, չնային այն պրոբլեմներին, այն վազելով գան, բացանան այնտեղ որտեղ ուստում անցնել ես, հալելույա։ Հարկ Հիսուսին, որտեղ ներկա ես գտնվելու, ով հավատում որ Հիսուս այստեղ ներկա է, որտեղ խոսք ասում է, որտեղ երեքը կավարտվեն իմ անունով ես այնտեղ եմ, ու այսօր շատերը գալիս են գիտես ծանրաբեռնված, կանչված, ինչ-որ բաների մեջ, իրենց միտքը չի ազատում, որպեսզի հասկանան այդ ամենի հարցերը լուծող մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, նա է կյանքը, նա է ամենակարող Աստվածը, նրան որ աննանի ոչինչ չկա, Հարկ Հիսուսին։ Եվ հենց այդ վկայությունները, որոնք այսօր մարդիկ տալիս են, գիտեք ինչքան վկայություններ են լսում, որ Աստված հրաշքներ է գործում, եւ այդ վկայությունները մենք պետք է ունենանք, մենք ամեն մեկս պետք է վկայենք, թե ինչ անում Տերը մեր կյանքում։ Հալելույա, որտեղ մեր վկայություններով Սատանան պարտվում է, մենք հռչակում ենք, որ Քրիստոսն է Տերը, մենք հռչակում ենք, որ նա է միակը, հալելույա, որ մենք նրան ենք եւ նա մերն է։ Ամեն։ Եվ ասում է, երբ որ այնտեղ եկավ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասեց. «Զաքե, շուտ արայչիր, որտեղ ինձ այսօր պետք է քո տանը կենամ», հալելույա։ Հարկ Հիսուսին։ Ինչ եք մտածում, այսօր Աստված չի կարա գա ձեր տուն, կարա Հիսուսը գա ձեր տուն, բայց դու պետք է պատրաստ լինես։ Նա տեսնում է այդ փափագը, երբ որ դու փափագում ես, հալելույա, նա չի անտեսնում։ Երբ որ դու խոչընդոտներին չես նայում այդքան ես անում, նա քեզ չի անտեսում։ Այլ նա գալիս է հարց լուծելու, Հարկ Հիսուսին, նա գալիս է խաղաղություն տալու։ Ամեն, նա գալիս է քեզ կյանք տալու, նա գալիս է քո տուն, որպեսզի փրկի քո տունը։ Գիտեք շատ տեղեր կան Աստծո խոսքի մեջ, որտեղ որ քարոզում է, գիտեք այն բանդապետը, որ բռնել է Պողոսի նշիղային, եւ նրանք դստած էին ամենախորը տեղում, լսեք սիրելիներս, Աստված հավատարիմ, ասա Աստված հավատարիմ։ Եվ գիտեք նրանք չէին տրտմում, ասեն ես շատեր եք Հիսուս, ինչի բերեցի, թույլ տվեցի, որ մեզ գցեն այս տեղը, այսօր մարդու կյանքում ինչ-որ նեղություն ա գալի, վրաց նեղանում են, վրաց սկսում են տրտնջալ, բայց նրանք գիտեք ինչ էին անում, խարաբանում։ Հալելույա։ Հարկ Հիսուսին։ Այսօր համանը գանցա տեսնում եք սենց մեր բաղա տեսին ինչ բան կհավատան նա Քրիստոսին չի հավատան։ Բայց երբ որ գտեսնի, որ դու պրոբլեմի մեջ ուրախ ես, հալելույա, այո քո սեղանին ինչ-որ այն մսեղեք չկա, բայց մի հատ բանին հացով դու գոհանում ես ասում, նրա մոտ հաց կապաչան։ Հարկ Հիսուսին, երբ որ դու կուրախանաս, երկրորդ անգամ նա կմտնի և կտեսնի Աստծո օրհնությունը քո սեղանին։ Հարկ Հիսուսին։ Եվ դու կվկայես ու կասես, սա Քրիստոսի օրհնությունն է, հալելույա, որտեղ ես այն փոքրի մեջ հավատարիմ եղավ և Աստված մեծը տվեց ինձ։ Հարկ Հիսուսին, ասա Հարկ Հիսուսին։ Դու ուրախ ես։ Ասա ես այսօր տեսնելու եմ քեզ Հիսուսը։ Հալելույա։ Ամեն։ Գիտես այնքան խոչընդոտներ կան, որ դու չեն կարողանում տեսնել Քրիստոսին։ Դա հակառակությունն է, դա չկամությունն է, դա բարի չլինելն է։ Եվ այդ ամենը խավարի գործերն են, և խավարի մեջ մարդը չի կարա տեսնել, այն լույսի մեջ է տեսնել։ Գիտեք շատերը ուզեն տեսնել, բայց ասում են նրանց տրված չի տեսնել, բայց ես տրված եմ, ասա ինձ տրված եմ։ Հարկ Հիսուսին, և դու պետք է ուրախ լինես, որ քեզ տրված եմ, որ դու արտոնություն ունես, որ դու արտոնյալ ժողովուրդ ես դառել, որ դու Աստծո ժողովուրդ ես դառել, որ Աստված կնքել է քեզ։
Հալելույա, այն նշաններ է գորը, Փառք Հիսուսին։ Ասում են ինձ պետք է քո տանը կենա, նա շտապելով իջավ և ուրախությունով ընդունեց նրան։ Փառք Հիսուսին, ամեն, ուրախությունով։ Եվ տեսեք ինչ ասում, նա շտապելով իջավ ուրախությունով ընդունեց նրան, և բոլոր տեսնողները տրտնջում էին ասում, թե մեղավոր մարդի մոտ մտավ հանգիստ ապրելու։ Երեք այսօր շատերը ասում են, ինչի իրամոտ հրաշք եղավ, ինչի մյուսի մոտ հրաշք եղավ իմ կյանքում չեղավ, որտեղ դու չփափագեցի, դու չվազեցի, դու չուզեցիր հանդիպես նրա հետ։ Դու եկա պրոստը լսեցիր, թողեցիր, դու համոքին ես նմանվում, երբ որ դու փափակ չունես նրա հետ հանդիպելու։ Ամեն։ Որ այդ կողքի մարդիկ, գիտես ինչ են անում տրտնջում են, ես քննածիկատունը իմ տուն չեկավ։ Այդ խիմ անունս չտվեց, Զաքերի անունը տվեց, այդ մեղավոր ասել, Զաքերի չի, նրանք ծանոթ չէին։ Նրանք երբեք իրար չէին տեսել, բայց Հիսուսը գիտեց նրան, գիտեր նրան փափագը, նրա սրտի ուզածը գիտեր, և նրա սրտի ուզածը արեց Աստված։ Ինչ ա քո սրտի ուզած ես, որն ա քո փափագը, ինչ ես ուզում տեսնես, ամենուրյա։ Ու ոնց ես ուզում տեսնես։ Ասա ես ուզում եմ տեսնեմ քեզ Հիսուս ես։ Նորից ասա այսօր ուզում եմ տեսնել։ Որ գաս ու մնաս իմ ամեն ինչ։ Հալելույա։ Եվ տեսնողները դրդրում են ասում, թե մեղավոր մարդիկ մոտ մտավ հանգիստ ապրելու։ Գիտեք ով են խոսում, որ Զաքարյոսի կողմից ինչ-որ միտեղ նեղացած են Զաքարյոսից, Աքսապետը։ Տեսեք ինչ ատատը։ Զաքարյոսը շարնեց և իրոշն ասեց, թե ահա ինչքերի կեսն աղկատներին կտան։ Գիտես կողքի կանգնած տրտնջողների մեջ աղկատներ կային։ Դուստես, որը կասում է մեզ անտեսեց, գնաց Զաքարյոսի տունը, մեղավորի տունը, մենք գնում ենք աղկատ ենք, ինչ ասեց, մտավ է տունը և աղկատները ինչ արեցին ողնվեցին։ Հասկանում եք դուք ինչ ա կատարում, այն մարդիկ ովքեր տրտնջում էին, ովքեր դեմ էին, որ Քրիստոսը մտնի մաքսավորի տունը, բայց հենց այդ մարդկանց օրդությունը այդ տան մեջ է։ Փառք Հիսուսին։ Ինչ քիչ կեսը, պատկերացնում եք հարուստ մարդ, կեսը, իր հարստության կեսը գալիս այդ աղկատներին։ Առաջին աղկատներին։ Փառք Հիսուսին։ Ասա կարիքավորների։ Կարիքավորները ինչ արեցին, իրանց կարիքները լվացեց, ով Զաքարյոսը, որտեղ Հիսուսը մտավ այդ տուն։ Հիսուսը մտավ և մարդը մի անգամից չեն ասել, գիտես չէր քարոզե Հիսուս, 10 ամոթ, չէր քարոզե զոհաբերությունը, այն մենակ մտավ։ Հալելույա, մենակ մտավ, ու ամեն բան փոխվեց։ Փառք Հիսուսին։ Պետք չէր ինչ-որ մեկին համոզել, որ դու պետք է տաս։ Պետք չէր, որ իրան Զաքարյոսին ասել, գիտես, դու հարստանել ես, դու պետք է տաս։ Ոչ մի բան չասեց։ Մենակ նրա ներկայությունը հերիք է, որ ամեն բան փոխվեց։ Ասա Տեր, քո ներկայությունն եմ ուզում իմ տան մեջ։ Նորից ասա, այսօր քո ներկայությունն եմ ուզում իմ տան մեջ, որ բոլոր իրավիճակները փոխվեն, որ խաղաղություն կա իմ տան մեջ, որ ես տեսնեմ Տեր իմ Աստվածը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ես զարմացել եմ, երբ որ Սուրբ Հոգին խոսում էր այսօր։ Գիտես ինչքան մարդիկ կան, որ խճճված են իրենց կյանքի մեջ։ Խճճված կյանքով են ապրում։ Ու գիտես Տերը երկու բան է ցույց տալիս։ Գործով մեր քույրիկները լավ իմանան։ Հալելույա, խճճված թել ու սիրուն փաթաթված թել։ Համաչափը, ո՞ա տեսեն որ սարքում են սիրուն չէ, թելերը, ինչքան սիրուն փաթաթված է։ Ձերից բռնում ես ու ամբողջ հերթականության, բայց ինչ ես անում, մի անգամից չես անում։ Երբ որ մի անգամից բացես, ինքը խճճում։ Պետք է համաչափ բացես, իր ուղղությամբ, հալելույա։ Ու Աստված այսօր ուզում է մեր կյանքը այդ ձևի համաչափանի, որ մեր կյանքը չխճճում։
Փառք Հիսուսին։ Ես ես մի հատ վկայություն ասեմ, այս թեմայի շուրջը ոնց որ դերը հիշեցնում ա դա, երբ որ ես գնացի ձգնորսության, ու գիտես շատ հետաքրքիր բան ա, ով ա տեսել ձգնորսական այդ քարտը։ Չէ, իրանքա դատուշկա կա, ու սինուն հակատված ա մեջը ձգանթելը, կոճը, ու ինչ պետք անես, դու պետք ա բռնես ու շպրտես։ Ու ինքը ծանրոց կամրին է, ծանրոցը իրանողություն ա տալի, ու այդ ուղությունով ինքը գնում այնտեղ, որտեղ որ դու իրան ուզում ես գծես։ Ու գիտես ինչ պատահեց, ես սխալ վարվեցի դրա հետ, ու սաղ այդ կոճը խարդվեցի դա։ Ու գիտես ինչքան ժամանակ է վեր, ինձ, մինչև ես այդ կոճի հարցերը լուծեցի, արդեն ձկները փախան, ժամը գնաց։ Ու ես ձերի շատ մարդկանց օգնությունը հաղթում ա, երբ որ իրանց կյանքը դառնում է այդ քչված իրավիճակ։ Իրանց ուշադրությունը դարձնում են այդ իրավիճակի վրա ու կորցնում են Աստծո օրհնությունը, որտեղ ճիշտ չվարվեցին նրա հետ, ինչ որ Աստված իրանց պատճառ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Դրա համար այսօր օրհնա, այսօր օրհնա։ Հենց այդ խճճված իրավիճակը, գիտես Զաքեոս ամեն ինչ ուներ, բայց իր կյանքը խճճված էր։ Իր կյանքը խաղաղ չէր, անհանգիստ կյանք էր, գիտես, երբ որ մարդը անհանգիստ անում, նա միշտ փնտրում է ինչը խաղաղության, բայց նա լսել էր Հիսուսի մասին, որ Հիսուս ասել է, ես եմ խաղաղությունը, ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը, ես եմ, հալելույա։ Նա լսել է, եւ գիտես նա փափակն էր տեսնում։ Ու եմ ասում, Հիսուսը չգնաց Զաքեոսին համոզեց, որ այդ փողերը տա։ Չամոզեց, որ իր ինչի կեսը տա աղքատներին, այլ հերիք էր նրա մուտքը, հալելույա։ Ասա նրա մուտքը, իմ կյանք, իմ ընտանիք ամեն բան փոխել, Փառք Հիսուսին։ Ու ես իրավիճակը նրանք չխճճեցին, նրանք համաչափ գալեցին, Պողոս ու Շիրան, նրանք ճիշտ վարվեցին, ամենադժվար իրավիճակի մեջ, բերդի ամենախորը տեղում ճիշտ վարվեցին, հալելույա, եւ նրանք փառաբանում էին, եւ որ նրանք երկրպագում էին, բոլորը լսում էին նրանց, հալելույա։ Այդ խավարի մեջ լսում էին նրանց ձայնը։ Ու գիտես, երբ որ նրանք փառաբանեցին, ինչ որ բան տեղի ունեցավ։ Փառք Հիսուսին, ասա Աստված, փառաբանող մարդկանց, երկրպագող մարդկանց, ոչ մի դժվար իրավիճակի մեջ չի թողել։ Ամեն։ Փառք Հիսուսին, փառաբանում էին, մեկ մի անգամից երկրաշարժ։ Սա մի վրայից շղթաներ են կան, Հալելույա, բանտապետներ, մտածում են վերջ, ուզում են իրանց մոնասես չձեր տաս, ասա խավարի մեջ տեսնելու հնարավորություն ատանի Աստված։ Նորից ասա, Աստված ինձ, պտտվի ասա քեզ, խավարի մեջ տեսնելու ընդունակություն ատանի։ Գիտես ինչ խավար էր դերը, ոչ մի լույս չկա, բայց Պողոսը տեսավ, որ նա ուզում է իրան վնասի եւ ասեց, չվնասես քեզ։ Փառք Հիսուսին, որտեղ նա տեսավ այդ մարդու փրկությունը, նա տեսավ, որ Քրիստոսը եկել է հենց իր համար, հենց իրական փրկության համար։ Փառք Հիսուսին, ամեն։ Եվ նա ով թշնամացած է Պողոսի նկատմամբ դառը բարեկամ։ Ասա Աստված ամեն բան փոխելու է այդ կյանքում։ Փառք Հիսուսին։ Եվ ասում, երբ բոլոր տեսնողները տրտնջում են, այո, Զեդեսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց, «Տեր, ահա ինչ քեզ նախատներին կտամ, եւ եթե մեկին զրպարտությունով զրկել են, 4 պատիկ կվճարեն»։ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր, ասա այսօր, փրկություն եղավ այս տանը, որտեղ սա է Աբրահամի որդի է, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ինչ եկավ ամենակարևորը, որտեղ ոչ փողով կարաս գնես փրկությունը, ոչ հարստությունով, ոչ քո հնարավորություններով, այլ Քրիստոսով։ Ասա Քրիստոսով իմ տունը փրկվելու է այսօր։ Փառք Հիսուսին։ Որ մենք փրկություն ունենանք Քրիստոսով, Քրիստոսն ամեն, գիտես ամենում, նրա
անունն ավեր ամեն անունից։ Ոչ մեկը չի կարա Քրիստոսին փոխի մեր կյանքին։ Ով ուզում է լինի, ոչ մի բան չի կարա փոխի նրան մեր կյանքից։ Եթե նա կա, ուրեմն ամեն բան կա։ Եթե նա չկա, ուրեմն ոչինչ չկա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Եվ ասում եմ, այո, այսօր հալելույա, քո տան մեջ եկավ փրկություն։ Որտեղ մարդին որտեղ եկավ, որ որոնել եւ ապրեցնել կորածին։ Ասա Աստված որոնում է, գտնում է եւ փրկում։ Հիմա դու հավատում ես, որ քեզ գտել է Աստված, որ քեզ փրկել է Աստված, որ դու պետք է հավատալու լինես նրան։ Ամբողջությամբ, Փառք Հիսուսին։ Ամեն։ Մարկոս 10:51։ Գիտեք շատ կարևոր տեսնել։ Ասա լույսը խավարի մեջ լույս է տալիս։ Տեսնել ականից, հալելույա։ Խավար է։ Չէ, բայց Պողոսը տեսավ խավարի մեջ։ Այն ամեն ինչ որ կատարում է, ու Աստված մեզ տեսնել է տալի խավարի մեջ, հալելույա, աշխարհը պատել է խավարով, բայց մեր վրա ծագել է Աստծո լույսը, որ մենք տեսնենք Փառք Հիսուսին, այն չունենք այն ամեն ինչ որ այսօր կատարվում է, 10:51-ը։ Չէ, անենք 46-ից կատանք։ Եվ գալիս էր Երիքով, և երբ որ նա էր նրա աշակերտները և շատ ժողով, Երիքովից դուրս են գալիս, դիմեին որդի Բարտելոմեոս քույրը ճանապարհի վրա նստած մուրացկամություն էր անում։ Եվ լսելով, թե Հիսուսն Ազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. Հիսուս, որդի Դավթի ողորմելից, հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես, ինչքան կարևոր է, երբ որ մենք լսում ենք Քրիստոսի մասին, սկսենք աղաղակել։ Քրիստոս, Հիսուս, հա։ Գիտես, ռուսերենում շատ ամազ է, սին Դավիթը պամիլույնյա, ողորմելից տեղ։ Քո կարիք ունենք Հիսուս։ Այսօր մենք գալիս ենք Տիրոջ տան, որպես նրա փառքը տեսնենք։ Եվ այդ տեսնելու համար մեզ պետք է ինչ փափար տեսնել նրան, հանդիպել նրան, վերցնել այն խոսքը, ինչ որ ինքը պատրաստել է մեր համար, որ մեր խճճված կյանքը վերջապես, հալելույա, սա քանդենք, դզենք, ու Աստծո հետ դզենք, որ երբեք սովորենք ճիշտ վարվել մեր կյանքի հետ։ Դուք գիտես, որ մեր կյանքը ունի ճանապարհ, որ այդ ճանապարհը պետք է ուղղել լինի։ Պատրվի կողքին տասա, դու քո ճանապարհը պետք է ուղղես։ Համաստես չպետք է գնաս, որ ճանապարհներ լավ խճճեց։ Այսօր մարդիկ կան, որ խճճված կյանքով են ապրում։ Ասա ես ուղղել եմ իմ ճանապարհը։ Մենք ստե հարցը խավարի մեջ մնակով չի կարա լույսի մեջ մանգալ։ Մենք պետք է լույսի մեջ մանգալ, որ խավարի մեջ տեսնենք ինչա կատարում։ Մենք պետք է տեսնենք ինչա կատարում մեր շուրջը։ Մենք պետք է տեսնենք խավարում կատարում բոլոր գործերը, որ զգուշանանք այդ ամեն ինչից։ Սկսեց աղոթել Հիսուս, որդի Դավթի ողորմելից, և շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր կենա։ Ասա ես լուր չեմ մնա։ Պետք չի որ դու բարձր փառաբանես, պետք չի որ դու բարձր աղոթես, ասա ես լուր չեմ մնա։ Ես լուր չեմ մնա։ Հալելույա։ Գրեք է դարքերը, որ նա, որ սատանան միշտ ուզում է փակի մեր բերանը։ Նա միշտ ուզում է մեր բերանը փակի։ Դու ճիշտը խոսում ես, հո, մի խոսախ։ Վայ հանգար չասես, հանգար չբարձրացայնես, դու բարձրացայնի, խոսա, ասա ճշմարտությունը, բայց ճիշտ ասա, հալելույա, ամեն, Փառք Հիսուսին, որտեղ երբ որ դու ճիշտ ես խոսում, Աստված քո հետ է, Փառք Հիսուսին, երբ որ դու չես ծռում խոսքը, Աստված քո հետ է, ասա ես ուղղ եմ գնամ, Փառք Տիրոջը, շատ մարդիկ սասնում են, բայց նա էլ ավելի է աղոթում որդի Դավթի ողորմելից, Փառք Հիսուսին, հավատում էր մարդը լսել էր Հիսուսի մասին, այսօր շատերը սիրելիները լսել են Հիսուսի մասին, բայց չեն աղոթում, Հիսուս Դավթի որդի խնդրում եմ քեզ, ես ուզում եմ գամ աղոթում,
Ես ուզում եմ միաբանվեմ, ես ուզում եմ լինեմ քո մարմնի մի մասը, ես ուզում եմ ծառայեմ քեզ Տեր իմ Աստված, իմ փափագն է քո հետևից գնալ։ Այս ուղիղ ճանապարհը Քրիստոսի հետ է։ Փառք Հիսուսին, որտեղ Քրիստոսը չի թույլ տա որ դու աչը լինես որ ծաղ, այլ քո աչից կընկնեն, ձախից կընկնեն, բայց քեզ չի մոտենա։ Որտեղ Քրիստոսը քո հետ է։ Որտեղ Քրիստոսը ուղղում է քո ճանապարհը։ Որտեղ Քրիստոսը պաշտպանելու է քեզ չարողումը, բոլոր դժվարությունների մեջ նա քո կողքանում է դրա։ Եվ ասում է ամեն դժվարությունից կանեմ ու բարձր կանեմ դրան։ Փառք Հիսուսին։ Հիսուս Դավթի որդի ողորմի ինձ։ Եվ Հիսուսը կանգնեց եւ ասեց, որ նրան ամեն մեր աղաղակը պետք է կանգնեցնի Քրիստոսը։ Հալելույա։ Ամեն։ Ես ուզում եմ որ լսի ինձ Տերը։ Ես չեմ նայում ոչ մեկին, որ ուզում է կանգնեցնի ինձ, որ ուզում է լռեցնի ինձ։ Այլ ես աղաղակել եմ, աղաղակում եմ ու աղաղակել եմ։ Հիսուս Դավթի որդի ողորմի մեզ, հալելույա։ Օգնի մեզ Հիսուս։ Ամեն։ Գիտեք, ամենակարևորն է, որ դու քարոզես Հիսուսին։ Ամեն։ Որտեղ ասում է խոսքը, որ իմ անունը դավանի մարդկանց առաջ ես էլ նրա անունը կդավանեմ իմ հոր եւ նրա սուրբ հրեշտակների առջև։ Փառք Հիսուսին։ Մի վկայություն որ ուզում եմ տամ միակ քույրի կա, աղոթում է իր համար, ու Սուրբ Հոգին ասեց, ասա իրան, որ ես 6 ամիս է անունը չեմ լսում երկրում։ Ու ինքը ավետարանում չէ եղել։ 6 ամիս ինքը ոչ մեկին չէր քարոզել։ Մենք սկսեց լացել, ապաշխարել։ Ես ասում եմ Տեր իմ Աստված ինչ հրաշալի ես դու, որ դու ճիշտ ժամանակին Տեր իմ Աստված տանես ես մեզ հնարավորություն, հալելույա մարդկանց ճշմարտությունը խոսել։ Ու հետո զանգել այն ինձ ասում է, Հովիվ ջան, ես ամեն օր սկսել եմ քարոզել, ամեն օր սկսել եմ ավետարանել։ Փառք Հիսուսին։ Ասա Հիսուսը գիտի իմ անունը։ Երբ որ ես քարոզում եմ իր անունը, երբ որ ես խոսում եմ իր անունից, հալելույա, երբ որ ես ասում եմ Հիսուս ա Տերը, եւ դու չեմ տալի չար լեզուներին վեր գնալ ինձ դեմ, հալելույա։ Որտեղ այդ չար լեզուները մի օր կպահպանցվեն, Աստված կպահպանցնես քո դեմ դուրս եկած ամեն չար լեզու։ Փառք Հիսուսին։ Որտեղ Աստված գիտի։ Շատ գրասին, օ Զաքե, ինչու Զաքեի տուն է, ինչու։ Ասա Աստված ամեն բան գիտի։ Կանգնեց եւ ասեց, որ նրան կանչեն, երկուին կանչեցին եւ ասեցին նրան, քաջ եղի, վեր կաց, քեզ կանչում եմ։ Նա իր հանդերձը դեն գցեց վերադարձավ եւ Հիսուսի մոտ եկավ։ Գիտեք ինչ հանդերձ է, Բուդի հանդերձ։ Այն ժամանակ նույնը որ նստում էին մոռացականություն են, իրանք հանդերձներն էին, բայց նա վրեց հենց ինքը իր հավատքով, որ գիտեր, որ Հիսուսի հետ հանդիպելուց կտեսնի, որ այս գցեց այդ վերակում։ Ասա ամեն ծանրությունին վրայից գծել եմ այսօր։ Եվ Հիսուսը պատասխանեց և նրան ասեց, ինչ ես կամենում, որ անեմ կեզ։ Հալելույա։ Ու հավատացեք, որ ամեն ժամանակ Հիսուսը գալիս ամեն մոտ ու ասում է, երբ որ մենք կանչում ենք իրան, ինչ ես կամենում ան։ Գերեք այսօր ենքան, մարդիկ ենքան սպատ բաներ են ուզում։ Ասա ես ուզում եմ տեսնեմ Տեր։ Ես ուզում եմ տեսնեմ։ Նորից ասա Հիսուս, ինձ տեսողություն դու, որ տեսնեմ քեզ Հիսուս ջան, որ խավարի մեջ տեսնեմ, որ իմ աչքերը վերջապես լուսավորվի, Փառք Հիսուսին։ Ռաբունի, որ տեսնեմ, Հիսուսն էլ ասեց նրան, գնա քո հավատքը քեզ ապրեցրեց, եւ նա շուտով տեսավ եւ ճանապարհում է Հիսուսի հետևից գնում է։ Ասա տեսնող մարդը գնում է Հիսուսի հետևից։ Վերջ այսօր շատերը գալիս են, իրանց բժշկությունը վերցնում են, իրանց օրհնությունը վերցնում են ու մոռանում են Հիսուսի հետևից գնալ։ Հալելույա։ Այսօր օրն, ասա այսօր օրն է, որ մենք տեսնենք ու գնանք Հիսուսի հետևից։ Փառք Տիրոջը։ Քանի որ մենք այսօր հրաշալի օրում ենք եւ այսօր մենք հաղորդակցվել ենք Տիրոջի հետ, ես ուզում եմ որ այսօր մենք ավելի խորը տեսնենք այն ամենը, ինչ որ Տերը պատրաստել է մեզ համար։ Հալելույա։ Փառք Հիսուսին։
Փառք մեր Աստծուն։ Հալելույա։ Տեր ջան, շնորհակալ ենք այս հրաշալի ժամանակի համար տանձես։ Նայեք, այստեղ մենք արդեն հետո մենք ընդունենք հաղորդությունը Փառք Հիսուսին։ Ասա ես միջնորդ կլինեմ մարդկանց Քրիստոսի հանդիպածներ։ Բարձրացած ձեռքերդ ասա, ես միջնորդ կլինեմ մարդկանց համար Քրիստոսի հանդիպեցնել։ Իրես ինչ հետաքրքիր տեղ է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Նրանք եկան։ Տեսեք, լավ, 20-րդ խոսքից ասում, եւ կային ոմանք հելենացիք նրանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն կողմումը, նրանք եկան Ֆիլիպոսի մոտ, որ Գալիլեայի Բեթսայդայցն էր, նրանք խնդրում էին եւ ասում, դե, կամենում ենք Հիսուսին տեսնել։ Փառք Տիրոջը, ամեն։ Նայեք, եկել էին երկրպագության երեկոյին, եկել էին երկրպագության տոնին, բայց Հիսուսին չէին տեսել ու չէին կարողանում տեսնել։ Բայց եկավ ժամանակը, որ նրանք մոտեցան, հասկացան, որ ստե կա մեկը, ով հնարավորություն ունի Հիսուսի հետ հանդիպեցնել։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Ֆիլիպոս, գիտեք Ֆիլիպոսը հասարակ տղա է, բայց ասեցին Տեր, փաստորեն Քրիստոսի հետ եկողները իրանք ցածրում չեն։ Քրիստոսի աշակերտը դիրք ունի, Փառք Հիսուսին, աշխարհի մեջ, աշխարհը տեսնելու ասիներներս այդ դիրքը, որ Քրիստոսը տանից է։ Նրանք ասին Տեր, Ֆիլիպոսին։ Հալելույա։ Կամենում ենք Հիսուսին տեսնել։ Ֆիլիպոսը գալիս է Անդրեասին ասում, Անդրեաս եւ Ֆիլիպոսը ասում են Հիսուսին։ Հիսուսն պատասխանեց եւ նրանց ասեց. «Ժամը հասա, որ մարդիկ ոտքին փառավորվի»։ Ո՞վ է ասում Հիսուսին փառավորվի։ Սկսի գործը։ Եկան ասեցին. «Գիտես Հիսուս, հալելույա, այս ինչ մարդիկ եկել են, ուզում են քո հետ հանդիպել։ Այս մարդիկ ուզում են քո հետ հանդիպել»։ Ուստի Հիսուս ասում է. «Եկավ ժամը, հալելույա»։ Ասա այս քաղաքի մեջ ժամը եկել է։ Ինձանով։ Ամենը, որ Տիրոջ անունը բարալում։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Հալելույա։ Դրա համար այսօր մենք ունեցանք այս ծառայությունը։ Որ այսօր այս աշխարհը տեսնի, այս տարածաշրջանը տեսնի Քրիստոսի փառքը։ Հալելույա։ Ամեն։ Ու ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ծորենի հատը հողի մեջ չկնի և մերնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մերնի շատ կտուր կվերի։ Իրանցը սիրով կործնել նրան, և իրանց նատով այս աշխարհում հավիտենական կյանքի մեջ կպահել նրան։ Եթե մեկը ծառայի ինձ, ով ասում ծառայի Հիսուս։ Ամեն։ Ասաղով է եկել։ Հալելույա։ Թող նա իմ հետևից գա։ Եվ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվի նրան։ Ասա Աստված կպատվի նրան, որ ծառայում է Քրիստոսին։ Եվ այդ պատիվը այսօր մենք ունենք։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Փառք Տիրոջը, հալելույա։ Տեր ջան, ես հավատում որ այսօր օրն է, որ դու բոլորիս տեսնենք կտաս քեզ Տեր, որ մենք տեսնենք քեզ, կճանաչենք քեզ, ավելի մտերիմ կլինենք քո հետ Տեր իմ Աստված, եւ այդ տեսողությունը մեզ հնարավորություն կտա Տեր իմ Աստված քո անունը փառավելու այս տարածաշրջանում։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով հայրիկնային թող այսօր կատարվի քո կամքը, որը բարին է, հաճելի ու կատարյալ է։ Հալելույա։ Ամեն։